Շնորհակալ եմ, քիչ առաջ Փաշինյանը ձերքի ինչ որ բաներ թերթում ու պատմում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետքա նստի, մոտս տպավորությունն է, որ դատավճիռը ձերքին, հա։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ կան դատարաններ, ոչ թե վարչապետի տեխնացուն, դատավճռով գալիս է եւ սկսում է կարդալ, թե ով ինչքան պետքա նստի այդ Հայաստանում։ Եվ ես ուզում եմ, պարոն Փաշինյան, դե հիմա բան եք այնտեղ։ Կա կոնսպեկտն է դատավճռի, ինչի իմանում։ Չեմ ուզում կարդալ ձեր։ Չէ, դուք իմ ձեռնարկները լավ գիտեք։ Շատ եք կարդացել։ Հասկացամ, դուք էլ իմը լավ գիտեք, ինչ եք դառնում։ Շարունակ, չի կարելի Դուք մի գոռացեք, մենք ձեր տեղ եք խոսանք։ Ինձ ընդհատեց տեխնացուն։ Տեխնացուն չի թողնում։ Շարունակ, վերջ։ Գործադիր իշխանության ղեկավարը չի կարող դատավճիռներ արձակել որևէ մեկի նկատմամբ։ Հայաստանում կան քաղբանտարկել, Միքայել Սրբազանը քաղբանտարկել է։ Մի արդարացակ Փաշինյան, Մի կտրեք մտքի թելը։ Թողեք բան եմ ասում։ Խնդրում եմ ցույց տվեք։ Մենք ձեր կոնսպեկտի չեմ ուզում։ Խնդրում եմ տեսախցիկով ցույց տվեք։ Ինչ իրավունք է, չի։ Չէ։ Ցույց տակ ինչա։ Գևորգ Կարապետյան։ Մի րոպե, բայց ես Մնացածներն ուզում խոսեն։ Պետոսին րոպեն 3 րոպե ավելացրեք։ Ես ուզում եի ասել, որ Հայաստանում ոչ ոք չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանություն չպետք է։ Մի րոպե։ Նա արդեն դատապարտյալ է եւ նրա Մարդը ով մարդասպանել չի կարող կոչվել դատապարտյալ անկախ նրանից Երեք ձեր ներկայում եղել է իրադարձությունների Փաշինյան, մի վարքյան թող ավարտի դուք կարծեկանքները։ Վարուժան Ավետիսյանի դատական գործում չկա սպանության գործ եւ դուք ինքներդ ՊՊՑ գնդի կողքին եկել լուսաբանել եք քաղաքական դիվիդենտներ եք տարել եւ 2018 թվականին այո դիակներ են ես Վարուժան Ավետիսյանը ընդհանրապես աստվածը Բաղդասարյան, դուք ձեր եք վարչացրել։ Չէ, մի վարքյան։ Պարոն Կարապետյան, մի վարքյան ներողություն, տեխնիկական բան պետք է պարզաբանենք։ Հարգելի պարոն Բաղդասարյան, դուք ձեռք եք բարձրացրել, մենք տեսել ենք։ Եվ դուք լսեցիք, որ այս խոսքը տվեցիք Գևորգ Կարապետյանին։ Թույլ չտանք մարդը ավարտի իր խոսքը։ Ներողություն իմ ասել է դրա մեջ չէ, իմ ասել եմ բազարնա որ հիմա գնում է։ Դուք գնահատական մի տվեք մյուսների մտքերին, պարոն Բաղդասարյան։ Խնդրեմ, Իմ իրավունքը։ Չեմ կարող այս երկրականն բազար լսել։ Թվականին, որ դուք հանցավոր ռեժիմի դեմ, այսպես ձեր բառերով ճակերտների մեջ հեղափոխություն էիք անում, արդյունքում ստացվեց, որ ռեժիմի դեմ պայքարածները 18-ից հետո հայտնվեցին բանտում, իսկ ռեժիմը հայտնվեց խորհրդարանում։